Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի տարբեր բաժինների ուսանողները բաժանվել են կողմ և դեմ թիմերի, բանավիճում են էներգախնայողության և էներգաարդյունավետության թեմաների շուրջ։ Ուսանողները դասախոսների օգնությամբ ուսումնասիրել են թեմային վերաբերող տեղեկատվական նյութեր, վերլուծել ոլորտում առկա իրավիճակը և բանավեճին արդեն սեփական եզրահանգումներն ու մոտեցումներն են ներկայացնում։ Այսօրվա բանավեճը հնարավորություն տվեց մեզ լավ ուսումնասիրել վերականգնվող էներգիան և հենց հիմնված այդ նյութի հիման վրա կարողացանք այսօր հանդես գալ և հետագայում նույնպես կշարունակենք մեր ուսումնասիրությունը այս թեմայով, որը կարծում եմ արդի և զարգացող ոլորտ է աշխարհում։ Բանավեճը կազմակերպվել է Գավառում անցկացվող Եվրոպական միության կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո։ Համայնքապետարանի կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումներին միանալու առաջարկին ուսումնական այս հաստատությունը սիրով ու պատրաստակամությամբ է միացել։ Մեծ հաճույքով համագործակցել ենք համայնքապետարանի հետ, երեխաները և քոլեջի ներսում և դրսում մասնակցել են նման դասընթացների և այսօր դա շատ արդիական է նաև մեր հանրապետության համար և այդ գիտելիքների պաշարը շատ անհրաժեշտ է բոլորի համար, ինչու չէ նաև մեր մնացած ուսանողների համար։ Քոլեջում 1 տարի առաջ բացված վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում բաժնի դասախոսների և ուսանողների համար բանավեճը ստացված գիտելիքները ներկայացնելու և ամրապնդելու լավագույն հնարավորություն է։ Երիտասարդները բավականին իրազեկված են և իրենց փորձով կիսվում են, տարբեր գաղափարներ են քննարկում և բանավեճի միջոցով այստեղ բանավեճում են երիտասարդները փորձելով հասկանալ, որ էներգիան է ավելի արդյունավետ, որ էներգիան է ավելի Հայաստանի համար նպատակահարմար։ Բանավեճի ընթացքին հետևում է մրցատյանը, որում ընդգրկված են քոլեջի համապատասխան բաժնի դասախոսները, ոլորտի գործատուներ և համայնքապետարանի ներկայացուցիչներ։ Բանավեճերի ընթացքում և նախապատրաստական փուլերում սկսում են ընկալել ինչ բան է էներգախնայողություն, ինչ բան է էներգախնայող վարքագիծ, ինչ բան են էներգաարդյունավետ սարքեր և վերականգնվող էներգետիկա։ Եվ նման բանավեճերը լրացնում են իրենց գիտելիքները, հակասությունները և նաև բացում են ուսանողների խոսքը, արտահայտվելու ունակությունները։ Նման միջոցառումները շատ կարևոր է, հատկապես այս տարիքային սերնդի համար։ Բանավեճի ավարտին քոլեջի տնօրենությունը պատվոգրերով պարգևատրում է թիմերին, բանավեճի ընթացքում համոզիչ փաստարկներ ներկայացնող, բանավիճելու կանոնները պահպանող և ակտիվություն ցուցաբերած մասնակիցներին։ Հաղթող ճանաչված թիմին էլ խորհրդանշական պարգև է հանձնվում։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Եղամաօր։